Տեպահին այդ պատասխանները կան ու կլինեն։ Պարոն Սիմոնյան, խոսեցիք այլ ուժերի, անցումային շեմը հազիվ հաղթարելու, կուզեի խոսեիք ձեր մասին, դուք ինչ եք ակնկալում 50+1 հավաքելու եք, թե ամենայնիվ ձեր ռեյտինգն իջելա։ Ես համարում եմ, որ ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան չի կարող լինի եւ որևիցե օրինակ դրա աշխարհում չկա։ Մենք ի սկզբանե մեր աշխատանքը մեր տրամաբանությունը դրել ենք դրա մեջ, որ մենք սկսում ենք չգիտեմ 0.0%-ից, այսինքն 0-ից սկսում ենք նորից բան անել, քարոզարշավ անել եւ գնալ առաջ, բայց ակնհայտ է, որ մասնավորապես ամսի 8-ի ստորագրված փաստաթուղթից հետո դրան հետևած բաներից հետո, իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որևիցե խնդիր չունենք, թեպետ ես կարծում դրանից առաջ էլ չունենք, մեր համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ Այսինքն դուք կարծում եք ձեր վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան 21 ընտրություններին է եղել։ Լսեք, տարբեր բաներ այդ չի լինի համեմատել։ Այնտեղ տեսեք, քվեարկության տարբեր բաներ կար։ 21 թվականի քվեարկությունը լրիվ ուրիշ բանի մասին այդ վարկանիշային քվեարկություն չէր, հա։ Դա հայ ժողովրդի պատասխաններ միջազգային տարբեր կենտրոններին, ոչ միայն սովորաբար մենք խոսում ենք, որ Ռուսաստան բան չէ, ոչ միայն Ռուսաստանի միջազգային տարբեր կենտրոններին հայ ժողովրդի պատասխաններ։ Դա մեր նկատմամբ վերաբերմունքներ, դա վարկանիշային քվեարկություն չեմ համարում ես։ Դիմությունը պնդում է, որ դուք իրավիճակին այնուամենայնիվ չեք տիրապետում։ Okay. Դուք համաձայն եք, որ չեք տիրապետում։ Ես չեմ կարող իրանց մեկնաբանել այդ առումով, որովհետև եթե իրանք տիրապետեին կկարողանային գոնե 2000 հոգանոց միտինգ անեին։ Կարան 2000 հոգանոց։ Ավելի շատ իրավապահ կառույցների։ Հարգես ինչ ակցիա։ Ինչ ակցիա։ Այդ ակցիա չի, վարչապետը գնում է, կեղծ պատարագը նախ ձեր գնահատականն է, ընդդիմությունն է կեղծ։ Նախ դա ակցիա չի քաղաքական, վարչապետը գնում է, ակնհայտ է, որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան, շատ։ Թեկուզ նույն մարդիկ թող լինեն, ակնհայտ է, որ մարդիկ Արդեն նշանակում է, որ բերովի են։ Նարեկ ջան, լավ է, դա չի նշանակում, որ բերովի են ու չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Ես ոչ բոլորին եմ լինում եւ տարբեր ակցիաների, ձեր ակցիասի, տարբեր այդ բաներին, այդ պատարակներին ես տարբեր մարդկանց եմ տենում։ Բայց ուխտերցին էլ էին քիչ մարդիկ, ուխտերցի ժամանակ։ Ցավը տանեմ, ինչ հաշվարկը ով է անում, ասես ինչ։ Չէ, ինչ ենթադրա, մի րոպե քիչ է, երբ որ ենթադրվում է պետք է լինի 10 հոգի, լինում է 7 հոգի, բայց մենք ինչ որ նպատակ, ինչ որ սանդղակ ենք, քիչ էր, լավ, օքեյ, 7000-ը քիչ է։ Պետք է 70000-ը, որ 70000-ը լիներ, պետք է ասեք, դե քիչ էր, առաջ հրապարակ էիք լսնում, որ Վերա հաշվող կա, որ հաշվեք էլ։ Մտնում են պատարակի խոսում են, դիտողություն է ստանում, հայհոյում են այդ պատարակը։ Շատ վատ են անում։ Ձեր կողմնակիցները։ Լսեք, ես վստահ չեմ, որ բոլորը մեր կողմնակիցներն են եւ ես նորից եմ ասում, մեր ժողովրդի մեջ 1000, 2000, 3000 մարդու մեջ պարզ է, որ ինչ որ մարդ կա, որը որ կարող է իրան տգեղ պայի։ Բոլոր տեղերում նման մարդիկ կան, եղել են ու լինել են։ Ընդդիմության հավաքներին էլ են եղել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը վատ է, որովհետև այդ կուլտուրան եկեղեցի գնալու մեզ մոտենում են, մի րոպե, մեզ մոտենում են, այո, մեզ մոտենում են, ասում են շնորհակալություն, վարչապետին մոտենում, ասում են շնորհակալություն։ Սկսեցինք պատարակի, անկեղծ եմ ասում։ Գիտեք, դեսեք, ուրիշ բան, գալիս է հաջողանալու վարչապետին։ Նաև տենց մարդիկ էլ կարող է լինեն տենց մարդիկ, չի բացառում։ Ինչ եք բացառում։ Դուք ինչ եք մտածում, որ ես, դուք կամ որևիցե մեկը կարող է 100-50-300, դուք ձեր մոտ մարդ չկա, որ ձեր շենքի, ձեր մուտքի հարևաններից մեկի հետ չի խոսում։ Մեր շենքերում մուտքերում մարդիկ կան հարևաններով իրար հետ չեն խոսում կամ իրար հետ խնդիր ունենք 1000-2000 մարդ է գալիս, բարձ է ամեն տեսակի մարդ կարա լինի։ Եվ դա չի նշանակում, որ դա ինչ որ տենց մեր կողմից խրախուսվում է կամ ողջունում։ Կներեք, բայց դուք ասենք, որ նայում եք անձնային աչքով, ամեն Կիրակի կամ շաբաթ օրվա պատարակներին դուք ինքներդ չեք ֆիքսում, որ մարդկանց քանակը պակասել է կամ եկողները հիմնականում նույն մասն են։ Դուք չեք ֆիքսել, որ վարչապետը, եթե չեմ սխալվում,
վերջին պատարակը նույնիսկ եթեր չի տվել։ Ֆիքսել եք։ Որտեվ չենք ուզում մենք։ Նախորդնել պիտի չտարի ջանոցը։ Որովհետև չենք ուզում, որովհետև դուք եւ ընդդիմա, որովհետև դուք եւ դե դուք այնտեղ եք, առնվազն թափանցիկության խնդիր չկա, որովհետև դուք եւ ու շատ ընդդիմախոսներ փորձում են հավատը, անկեղծությունը եւ այդ անկեղծ մղումները վերածել քաղաքար։ Ավելի քիչ մարդ կար, քան ով էր ասում, որ մենք այդտեղ մարդ էինք նախատեսել։ Ուզում եք, ասենք, հեսա 5 ամիս բան մնաց։ Հեսա կտեսնենք էլի։ Ասում են, որ ընդդիմախոսները վարչապետը կոչ է անում, բայց վարչապետը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է կոչ անում։ Ու այո, շատ մարդիկ այո գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն, ինչ որ բան ասեն, անընդհատ եւ դուրս են գալ։ Այո, լինում են մարդիկ էլ կան, առիթը օգտագործում են, ինչ վատ բան է երկրի վարչապետի հետ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Դա հենց ասում եմ, նոր մշակույթ բերվեց պատարակներին մասնակցելու։ Այսքան մարդ երբ էր Հայաստանի Հանրապետությունում պատարակների մասնակցել։ Հիմա այս քանակությունը Եթե դուք հարգելիս, ուրեմն կբացես, ուրեմն հա եղել են, ամեն ինչ էլ եղել է, ուրեմն կբացես իմ Facebook-յան էջը կբացես, կնայես 5 տարի, 3 տարի առաջվա իմ պատարակի մասնակցության լուսանկարները իմ ծնկաչոք նաև լուսանկար, բանում անչա, ես եղել եմ պատարակի։ գնացել եք փոքր Կարող է դու էլ ասա լավա չես ասում, կարող է նաև դու չես ասում, կարող է ստիպողաբար են տարել։ Ես գյուղում չեմ եղել, մեծ պատարակի եմ մասնակցել Կոնդի եկեղեցում մի քանի անգամ, իմ ամենասիրած Մարիամ Աստվածածնի Մարաշի եկեղեցում եմ պատարակի մասնակցել, որտեղ շատ քիչ մարդ կար, բացի հիմնական մի քանի եկեղեցուց պատարակների մասնակցությունը նես չի, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում տենց համատարած ա եղել։ Մի խումբ մարդիկ, լավ մարդիկ, շատ սիրված, շատ հարգված մարդիկ մշտապես գնացել են, բայց սրա մասին ոչ խոսակցություն։ Ուղարկես քոնոկարները, արի սենց անենք, ես քեզ ուղարկում եմ, ինձ կողքից էին նկարել, ես չեմ լուսանկարել։ Ես քեզ կուղարկեմ, ես վիդեոներ եմ արել, մարդը որ գնում ուզում է կիսվի այդ բանով, եթե դու տենց գնացել ես պարփակվել ես քո մեջ, սա մի վերացի իմ ու քո անձնական զրույցի, ես չեմ գալու քո մոտ հարցազրույցի։ Հավատացյալների կռիվ, լուրջ ես ասում։ Շատ ուրախ եմ, Տեղեկություններ կան, որ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանն է բացվելու երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, այս մասով ինչ կարող եք ասել, կան նման բան։ Չեմ մեկնաբանի։ Չեմ ուզում մեկնաբանել։ Այդ զարգացումներ սպասվում են կարճ առանց մեկնաբանությունների։ Թերևս հարց, որը Առանց չեմ մեկնաբանման մեկնաբանել։ կարիք ունի, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում եկեղեցու բարենորոգման օրակարգը, որը առաջ են քաշել հանրապետության վարչապետը եւ 10 եպիսկոպոսները, ինչով կավարտվի, ինչ եք ունենա։ Մի ելք կա, այլ ելք չի կարող լինել։ Մի ելք կա եւ Որն է երկը։ հիմա էլ եմ ասում։ Այդ առումով դիրքորոշումը չի փոխվել։ Լավ, բարի։ Պարոն Սիմոնյան, այս դեպազրույցից բայց ֆիքսել, որ ձեր ինքնավստահությունը ամեն դեպքում իջել է, որովհետև նախկինում ասում եք ջախ-ջախի հաղթանակ կտանենք, սենց չգիտեմ ինչ կանենք, բայց այսօր ասում եք տենց պիտի սկսենք 0-ից եւ ռեյտինգները մի քիչ բան են, տարբեր կարող են լինել, տարբեր հատված, այսինքն ձեզ փարատեք դրանով։ Տեսումն է